Նախապատրաստություն եւ իշխանության յուրացման նախապատրաստություն։ Քննչական կոմիտեն հնարավոր կալանավորման գործը դատարանը Ենթադրաբար չէ, սպային որոշում ես չեմ ստացել խափամամիջոց կալանքի վերաբերյալ, բայց ենթադրաբար ինչքան հասկացա, խափամամիջոց կալանք է ընտրվելու ու ներկայացվելու են դատարան։ Պարոն Սարգսյան, ձայնագրությունները դուք լսեցիք քննչական կոմիտեն ձայնագրություններ, որքանով են դրանք։ Ես գործի որևէ նյութերի ծանոթ չեմ, եթե անգամ ծանոթ լինեի չէի կարող ներկայացնել, որովհետև նախաքննական գաղտնիքը չհրապարակելու ստորագրություն։ Բայց քննչական կոմիտեն պարոն Սարգսյան հրապարակային ձայնագրությունները այսինքն ձեզ ասել են չխոսեք փաստաբաններին Այո, մենք ստորագրություն ենք տվել նաև մեղադրյալները, որ չեն կարող Իսկ հրապարակել։ Եթե անգամ ծանոթ ենք, բայց ես իրականում ծանոթ չեմ ըստ այդուսը։ Որևէ նյութի չեմ տիրապետում։ Ավարտվեց քննչական գործողությունները, հարցաքննվել են։ Մեղադրանք առաջադրելու եւ հարցաքննվելու քննչական գործողությունները ավարտված են։ Հիմա ես այլ աշխատանքային զբաղվածությունն եմ, միջև սպասեմ, միջև տեսնեմ, եթե կալանք են տանելու, արդեն որպեսզի ներկայանանք դատարան։ Իսկ քանիսն էին ըստ ձեզ նախաքննական մարմինը 14 անձի ձերբակալության մասնակցել։ Ես չգիտեմ քանակը չեմ անում ձերբակալվածների, բայց որ դուրս էի գալիս, էլի մարդիկ էին բերման ենթարկել։ Չգիտեմ ովքեր էին։ Թիվը փոխվել է դրանից հետո։ Չեմ կարող ասել, ես ուղղակի չեմ տիրապետում, որտեղ այդպեսի ձերբակալվածների քանակին եւ Ձեր վստահորդը հիմա այստեղ ուր են տանել ինչ հնարավոր։ Իմ վստահորդները երկուսն էլ քննչական վարչությունում են։ Իմ վստահորդներից մեկը ակնհայտորեն գլխից հիվանդ է, ուռուցք ունի գլխի մեջ։ Բժշկական փաստաթղթերը ներկայացված են, դրանք նաև իմ տրամադրության տակ են գտնվում։ Հիմա փոխանցեմ հարազատներին, որպեսզի թարգմանվեն եւ ներկայացնենք վարորդն իրականացնող մարմնին, կներկայացվի նաև դատարան։ Այսքանը։